Խաչենագետի ծորահովտի վրա Պատարա և Քոլատակ գյուղերի միջև 1706 մետր բարձրության մշուշի ու լռության մեջ քարի ճակատը պարզած կանգնած է ինչպես հին հսկա, որ դարերով պահում է երկրի հիշողությունը։ Նրա պատերն իրենց վրա կրում են ասպատակողների հետքերը, իշխանների հրամաններն ու զինվորների քայլերի արձագանքը։ Ամրոցի քարերն այսօր էլ շնչում են անցյալի շունչը, երբ Խաչենի իշխանությունը պաշտպանում էր իր հողն ու հավատը ամենաթեժ ժամանակներում իսկ։ Այդ հնագույն ամրոցը լռության մեջ կանգնած վկա է մի ամբողջ ժողովրդի տոկունության, հերոսության և հոգևոր ուժի։ Ամրոցը բավարար հետազոտված և ուսումնասիրված չէ, տեղեկություններ չկան Բերդի հիմնադրման կառուցման մասին, ինչը հաճախ տարակարծությունների տեղիք է տալիս։ Ըստ Սլավա Սարգսյանի մինչև 10-րդ դարը այն կոչվել է Խաչենի Բերդ և հենց այդ անվանումից էլ առաջացել է Խաչենի իշխանություն տերմինը։ 13-րդ դարի մի ձեռագրում այն հիշատակվում է որպես Սխսղան հավքախաղաց, իսկ 15-րդ դարից սկսած Կաչաղակաբերդ։ Բերդի մասին Ղևոնդ Ալիշանը գրում է. Սուրբ Հակոբի վանքի դիմաց և նրա մոտիկ մի բարձրակատար և անմատույց ժայռի վրա գտնվում է հավախաղաց կամ հավքախաղաց Բերդը, որն անունը ստացել է իր դիրքի պատճառով։ Այն այլազգիները մինչ օրս կոչում են Սաղսաղան Քալեսի, այսինքն Կաչաղակի անունով Կաչաղակի Բերդ։ Թվում է, որ Բերդը հնում էլ այդպես է կոչվել, և թերևս այդ անունից ու տեղից էլ ստացել է Կաչեղյաց խաչ անունը, որը հիշատակվում է Մեծիրանքի արձանագրություններում։ Սույն Բերդը կառուցել է Սահալյան Ատրներսեհի որդի Գրիգորը 9-րդ դարի երկրորդ կեսին, որին 12-րդ դարում տիրում էին Վախթանգյանները։ Իսկ թաթարների հարձակման ժամանակ 1236-38 թվականներին եղել է Հասան Ջալալի իշխանության տակ։ Այն այլ բերդերի հետ միասին ամուր պաշտպանված էր, քանի որ փախստականներից շատերը ամրացել էին այն ապահով վայրերում, որոնք տեղի դժվարության պատճառով հավքախաղաց էին կոչվում, և մարդիկ ապահով կերպով ապաստանում էին այդ ամրոցներում։ Բայց քանզի Տերը երես թեքեց մարդկանցից, թշնամիները հանկարծակի խուժեցին ամրոցները և մարդկանց մի մասին սրի քաշեցին, իսկ մի մասին էլ գահավեժ արեցին։ Ընկածների շատությունից գետինը ծածկվում է և արյունն առու կազմելով հոսում է իբրև ջուր։ Ոչ ոքի չխնայեցին և երկար ժամանակ նրանց ոսկորները երևում էին իբրև քարակույտեր։ Ցարտ երևում են ամրոցի հին բնակարանների մնացորդները և լճաձև մի մեծ ջրավազան։ Ամրոցի Կաչաղակաբերդ անվան շուրջ պահպանվել է ուշագրավ ժողովրդական ավանդույթ, որն արտահայտում է ինչպես Բերդի անառիկության համբավը, այնպես էլ նրա պաշտպանների հերոսական ինքնազոհողությունը։ Ըստ ավանդույթի մողոլական զորքերը երկարատև պաշարումից հետո, երբ համոզվում է, որ ամրոցը գրեթե անառիկ է և հարձակումով այն գրավել հնարավոր չէ, որոշում են սպասել, մինչև Բերդի բնակիչները սովից կթուլանան և ստիպված կհանձնվեն։ Անցնում է երկար ժամանակ, սակայն ամրոցից ոչ ոք չի հանձնվում։ Մողոլ զորապետը զարմացած նկատում է, որ Բերդի գագաթին անսովոր շատ կաչաղակներ են հանգրվանել։ Այս տեսարանը նրա մեջ կասկած է առաջացնում։ Զորապետը ուղարկում է մի քանի զինվոր ամրոցը ստուգելու համար։ Երբ նրանք հասնում են ներս, թռչունները սարսափած վեր են թռչում, և նրանց հայացքից բացվում է սարսափելի պատկեր։ Բերդի պաշտպանները սովից ու ծարավից նահատակված ընկած են Բերդի պատերի ներքո, իսկ կաչաղակները նրանց մարմինների վրա։ Այդպես բացահայտվում է Կաչաղակաբերդի վերջին ողբերգական գաղտնիքը։ Բերդը չի գրավվել զենքի ուժով, այլ ընկել է միայն այն ժամանակ, երբ նրա պաշտպաններից ոչ ոք այլևս կենդանի չէր։ Ահա այդ պատմության հիշատակությունն էլ ամրոցին տվել է իր խորհրդանշական անունը Կաչաղակաբերդ, որպես հիշեցում այն դաժան ճակատագրի, որին բախվեցին նրա աննկուն պաշտպանները։ Մովսես Կաղանկատվացին իր հիշատակագրում ամրոցի մասին ակնարկում է
հայոց առանշահիկ եւ պարսից միհրական տոհմերի մրցակցության դրվագում։ Ներսե անունով իշխանը դա դիվանքի մոտ խորաձորում սպանում է միհրական տոհմից վարած Տրթատ իշխանին եւ նրա որդուն Ստեփանոսին, որը նպատակադրված էր ոչնչացնել այդ տոհմի արական սերունդը, երբ այս տոհմերի միջև բորբոքվել էր ժառանգական մրցությունը։ Համաձայն հիշատակագրի իշխանի կինը կորցնելով ամուսնուն, տղամարդու արիություն է ձեռք բերում եւ վերցնելով իր հետ ողջ մնացած դստերը, հաղթահարում է երկար գիշերային ուղին եւ պաշտպանվում Խաչենի բերդում։ Ամրոցը տեղակայված է անտառածածկ լեռան վրա։ Այն կառուցված է ուղղաձիգ երեք կողմից անհաղթահարելի ժայռի գագաթին ռազմավարական կարևոր դիրքում։ Խաչենի լեռնաշխարհի կենտրոնական հատվածում Կաչաղակաբերդը եղել է Խաչեն արշավող թշնամական զորքերի առաջխաղացման հիմնական խոչընդոտներից մեկը։ Մյուս ամրոցների Ծիրանաքար, Շիկաքար, Խոխանաբերդ, Դեդ եւ Բերդաքար ամրոցների հետ միասին։ Խաչենի բերդն ու համանուն իշխանությունը ունեցել են բազմափուլ եւ բարդ քաղաքական պատմություն։ 7-րդ դարի կեսերից սկսած Հայաստանի վրա իրենց տիրապետությունն են հաստատել արաբները, ինչն ազդել է նաեւ Խաչենի իշխանության վրա։ 8-9-րդ դարերում վերջինս ենթարկվել է ծանր հարվածների, սակայն առանշահիկ իշխանները Սահլ Սմբատյանը, Ատրներսեհը եւ մյուսները շարունակել են դիմակայել թշնամուն։ 854 թվականին արաբ բուղավոստիկանը պաշարել է Խաչենի ամրոցը, կարծելով, թե իշխանն այնտեղ է ապաստանած։ Թեև արաբական գերիշխանությունը տևական էր, նյութական մշակույթի վկայությունները փաստում են, որ տարածաշրջանը պահպանել է որոշակի ինքնուրույնություն։ 11-րդ դարի կեսերից Խաչենը հայտնվել է սելջուկների ազդեցության տակ։ 1220-ականներին սկսվում է Ջալալադդինի արշավանքները։ Արաբ պատմիչ Իբն Խալդունի վկայությամբ 1227 թվականին Ջալալադդինի վեզիր Շարաֆ ալ-Մուլքը հարկահանել է Խաչենը։ Ամրոցում գտնվող Ջալալ իշխանը ստիպված վճարել է 20,000 դինար փրկագին եւ ազատել շուրջ 700 գերի։ Հետագա դարերում Կաչաղակաբերդը դարձել է մողոլական արշավանքների թատերաբեմ։ Գանձասարի առաջնորդ Եղիա Վարդապետի հեղինակած ձեռագիրը «Արշավանք թաթարած եւ պատերազմ ի Կաչաղակաբերդի» վկայում է ամրոցի ռազմավարական եւ պաշտպանական նշանակությունը։ Հասան Ջալալ իշխանը 1214-1261 թվականներ մողոլական տիրապետության տարիներին կարողացել է իր դիվանագիտական հմտությամբ մեղմել թաթար-մողոլական ճնշումները, ապահովելով հարաբերական խաղաղություն։ Սակայն 1246 թվականին Ղարաբուղա զորավարի ավերիչ արշավանքներից հետո ամրոցը աստիճանաբար կորցրել է իր ռազմաքաղաքական դերը։ Ամրոցակալ ժայռը ձգվում է հարավ-արևելք, հյուսիս-արևմուտք ուղղությամբ, մոտ 150-160 մետր երկարությամբ և 75 մետր միջին լայնությամբ։ Տարածքում պահպանվել են տարբեր կառույցների հետքեր, որոնցից ամենալավ պահպանվածը ջրավազանն է։ Ամրոցի հարավ-արևելյան հատվածը փակված է մոտ 40 մետր երկարությամբ աշտարակավոր պարսպով։ Պարսպաշարերը կառուցված են տեղական մուխրակապտավուն և սպիտակ որձաքարերից կրաշաղախի կիրառմամբ։ Խաչիկ Վարդապետ Դադյանի պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոնները բրոնզե նիզակակոթեր, նիզակածայրեր և խեցեղեն թույլ են տալիս ենթադրել, որ ամրոցի հիմքը դրվել է դեռևս զարգացած բրոնզի դարում։ Հետագա դարերում, հատկապես արաբական և մողոլական արշավանքների ընթացքում, այն վերակառուցվել է և հարմարեցվել ժամանակի ռազմարվեստի պահանջներին, դառնալով ներքին Խաչենի ամենաանառիկ ամրոցներից մեկը։ Եվ այսօր դարերի խորքից ամրոցը մեզ է նայում հիշեցնելով, որ մենք չենք ավարտվել այնտեղ, որտեղ դադարել է մեր ներկայությունը։ Կաչաղակաբերդը ոչ թե անցյալ է, այլ վերադարձի ուղի։ Նրա յուրաքանչյուր քար պահում է հիշողությունը այն ճանապարհի, որով կրկին պիտի անցնի հայ մարդու ոտնահետքը։ Եվ երբ մի օր մենք վերադառնանք այս բերդի գագաթը, մեր քայլերի տակ կշարժվեն այն նույն քարերը, որոնք պահեցին մեր նախնիների հավատը։ Այդ օրը
Կաչաղակաբերդը կլռի այլևս ոչ թե որպես ավերակ, այլ որպես վերածնված խորհրդանիշ, հիշեցնելով, որ ժողովուրդը, որն ունի այսպիսի ամրոցներ, երբեք չի կորչում։